Ռուսաստանը կրիտիկապես կախված է այնպիսի երկրից, որը Հյուսիսային Կորեան։ Հյուսիսային Կորեայի, հա, 10,000 զինվոր ա բերել եւ ասեմ, Կոսկի մարզի ազատագրումը հիմնականում իրանց, այո, իրանց շնորհիվ է։ Այդ մարդկանց, որ հնարավոր չի թաքցնել, որովհետեւ անթրոպոլոգիկ մարդաբանական տեսանկյունից իրանք երևում են, որ իրանք դեռ ուրիշ բաներ կան, որ կարող է մենք չենք տեսնել, հա։ Իսկ միանշանակ, օրինակ ասում են մոտ 3-4,000 հոգի կա Նեպալից եւ Հնդկաստանից, որոնց խաբել են բերել են, այո։ Ժամանակին կար բան, որ Սուրիայից էին մարդ բերել, արաբներ, այո։ Եմենից, այո, հութիները։ Բայց լավ, այս թողենք մի կողմ։ Հրետանու տեսանկյունից արկերը, Ռուսաստանի արձակած արկերի 60%-ը հյուսիսկորեականը եւս մոտ 30%-ը գնահատվում է, որ իրանական։ Այսինքն Ռուսաստանը ինքը իրան նույնիսկ հրետանիով չի կարողանում ապահովել։ Իրականությունը սա է։ Եվ այս ամեն ինչի կողքը, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ինքը հավասարակշռում է, որ գնում է այնտեղ, ես էլ եմ ասում, սա նման է մի մարդու, ով գնացել է Պոլս 1452 թվականի նոյեմբերին, 5 ամիս հետո Պոլսը չի լինելու, իսկ ինքը բերի ամբողջ փողը դրել է Պոլս։